Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 31-րդ տուրի տեսությունը։ Այս մրցաշրջանում կայացան 4 հանդիպումներ։ Կանզաս-Սարը ընդունեց Շիրակին եւ կարողացավ մրցաշրջանում առաջին հաղթանակը տանել 65-րդ րոպեին Բերտրան Մանին աչքին կապ դարպասի գրավմամբ։ Առաջին խաղակեսում Շիրակը 10 ֆուտբոլիստով էր մնացել, Սերյոժա Ուրուշանյանն էր հեռացվել դաշտից ու կարողացավ Կանզաս-Սարը հաղթել նվազագույն աշխարհ միավորների քանակը հասցրեց 9-10-րդ տեղում է։ Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացավ Փյունիկի եւ Ֆավարատի միջև, անչափ կարևոր խաղեր Փյունիկի համար, որովհետեւ հաղթելու դեպքում Եղիշե Մելիքյանի թիմը կապահով էր 4-րդ տեղը ու կնվաճ էր կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ 24-րդ րոպեին Սերժ Դեբլեն բացեց խաղի հաշիվը, հետո Փյունիկը կարողացավ մեծացնել առավելությունը։ Վերքին Սերժ Դեբլեն աչքին կապ դարպասի գրավմամբ սա Դեբլեի առաջին գոլն է, սխալվեցին Արարատի ֆուտբոլիստները եւ արդյունքում Իվուարցի ֆուտբոլիստը խփեց այս հանդիպման առաջին գոլը։ Նաեւ Սերժ Դեբլեի դուբլը Բոբեսուի կատարած փոխանցումից հետո գոլ խփեց Դեբլեն Fastex Premier League-ի այս մրցաշրջանում նա արդեն 9 գոլ է խփել։ Առաջին խաղակեսի վերջում Արարատը կրճատեց հաշվի տարբերությունը Մուսականտեն աչքին կապ դարպասի գրավմամբ, եթե Փյունիկը չհաղթեր, հաջորդ տուրում իրոք շատ թեժ պայքար էր լինելու Վանի եւ Փյունիկի միջև 4-րդ տեղ բարձրանալու համար, բայց կարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը։ Մուսականտեն 41-րդ րոպեին խփեց Արարատի առաջին գոլը այս խաղում, Արթուր Գրիգորյանը կորցրեց գնդակը։ Մուսականտեն ներխուժեց Տուգանային հրապարակ եւ տիպուկ հարվածով գրավեց Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը։ Հանդիպման մյուս գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում 53-րդ րոպեին։ Յուսուֆ Վոլայտան Օտուբանջոն Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-1 Օտուբանջոյի գոլը։ Այս դրվագից ընդամենը 2 րոպե անց կրճատեց հաշվի տարբերությունը Արարատը եւ Խալիֆալա Դումբիան աչքին կապ դարպասի գրավմամբ Դումբիայի համար սա 5-րդ գոլն էր Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում, սակայն ավելին անել Արարատը չկարողացավ։ Փյունիկը եւս 2 գոլ խփեց ու հաղթեց խոշոր հաշվով։ Իդեպ Դումբիան նաեւ ինքնագոլի հեղինակ դարձավ 63-րդ րոպեին Էդգար Մալաքյանը 11 մետրանոցից գրավեց Արարատի դարպասը։ Այս հաղթանակից հետո Փյունիկը ամրապնդվեց 4-րդ տեղում 53 միավոր ունի 7 միավորի առավելություն։ Վանի հետ պայքարում Արարատը 27 հանդիպումներից հետո վաստակել է 29 միավոր եւ 8-րդն է։ Իդեպ այս տուրում պետք է կայանար նաեւ Վալաշկերտ Վեսթ Արմենիա հանդիպումը, բայց այդ խաղը չկայացավ, որովհետեւ Վեսթ Արմենիայի անվան դիմաց տեխնիկական պարտություն գրանցվեց, Վեսթ Արմենիան արդեն հեռացվել է Fastex Premier League-ի այս մրցաշրջանից եւ հաջորդ մրցաշրջանում արդեն Fastex Premier League-ում Վեսթ Արմենիային չենք տեսնի, թիմը իրավունք ունի մասնակցելու միայն առաջին խմբի առաջնությանը։ Նաեւ Էդգար Մալաքյանի գոլը գերվստահ հանդիպում անցկացրեց Փյունիկը, ճիշտ է 2 գոլ բաց թողեց լարվելու պատճառներ։ Արարատի խաղացողները ստեղծեցին Փյունիկի համար, բայց ի վերջո նռնագույնները կարողացան հաղթանակի հասնել։ Արարատ Արմենիան սեփական դաշտում ընդունել էր ԲԿՄ-ի եւ լուրջ բարդությունների չհանդիպեց, Արարատ Արմենիան 4 անպատասխան գնդակ ուղարկեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի դարպասը 21-րդ րոպեին Ջոնաթան Դուարտեն բացեց խաղի հաշիվը Մարիուս Նուբիսիի կատարած փոխանցումից հետո շատ լավ կողմնորոշվեց Նուբիսին, հայտնվել էր խոտածածկին, բայց հասցրեց բարձրանալ եւ ճշգրիտ փոխանցում կատարել Ջոնաթան Դուարտեին։ Այս հանդիպման գլխավոր հերոսներից մեկը հենց Ջոնաթան Դուարտեն էր, որը դուբլ ձևակերպեց հանդիպման 24-րդ րոպեին Արարատ Արմենիան հաշիվը 2-0 դարձրեց եւ Ժիրայր Շաղոյանը գրավեց ԲԿՄ-ի դարպասը, իր նախկին թիմի դարպասը, սա Ժիրայր Շաղոյանի համար 5-րդ գոլն էր Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում, նա նաեւ 2 ասիստ է կատարել Հովհաննես Հարությունյանի փոխանցումից հետո գրավեց ԲԿՄ-ի դարպասը։ 53-րդ րոպեին շրջեղ հարվածով Ջոնաթան Դուարտեն հաշիվը 3-0 դարձրեց։ Այստեղ ոչինչ անել չկարողացավ Արման Ներսեսյանը։ Եվս մեկ անգամ դիտում ենք Ջոնաթան Դուարտեի խփած գոլը, որը իրոք տուրի ամենագեղեցիկ գոլերից է։ Իսկ հա հանդիպման վերջին վայրկյաններին էլ գոլ խփեց արդեն Տենտոն Յենեն Հովհաննես Հարությունյանի փոխանցումից հետո գրավեց Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը Տենտոն Յենեն Fastex Premier League-ի այս մրցաշրջանում 16 գոլ է խփել, կատարել է 4 ասիստ եւ եւս մեկ փայլուն մրցաշրջան անցկացրեց Հայաստանի առաջնությունում
Տենտոն Յենեն այստեղ Արման Ներսեսյանը հպվեց գնդակին, սակայն փրկել դրությունը չկարողացավ, շատ լավ հասկացան միմյանց հարատ Արմենիայի ֆուտբոլիստները, խաղից դուրս վիճակել չկար, Հովհաննես Հարությունյանն էլ ճիշտ պայի թողեց գնդակը քաղաքերոջը եւ արդյունքում Տենտոն Յենեն հաշիվը դարձրեց 4-0։ Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացավ Ուրարտու ստադիոնում, Ուրարտուն ուժերը չափեց չեմպիոն Նոա Ետ եւ 3-3 հաշվով ավարտվեց այս հանդիպումը։ Այստեղ տեսեք թե ինչ կոպիտ սխալ թույլ տվեց Օգնեն Չանչարովիչը, վերցրեց գնդակը Կարեն Մելքոնյանը եւ գրավեց մրցակցի դարպասը երրորդ խաղում անթնշնա գոլ խփեց այս մրցաշրջանում 9 գոլ է խփել 1 ասիստ է կատարել 26-ամյա հայ ֆուտբոլիստը 19-րդ րոպեին Նոան կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը Էլդեր Ֆերեյրան աչքին կավ դարպասի գրավմամբ Ֆերեյրան Եվս 9 գոլ է խփել Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում նաև 6 գոլային փոխանցում է կատարել այս գոլից ընդամենը 9 րոպե անց Մատեուս Այասը առաջ մղեց հաշվի մեջ Նոային եւս մեկ անգամ Էլդեր Ֆերեյրայի դիպուկ հարվածն ենք տեսնում մենակ էր մնացել Տուգանային հրապարակում եւ նրան չխանգարեցին ու կարողացավ գլխի դիպուկ հարվածով հավասարեցնել խաղի հաշիվը հա Մատեուս Այասի գոլը սխալվեցին Ուրարտուի ֆուտբոլիստները եւ Մատեուս Այասը կարողացավ գրավել դատարկ մնացած դարպասը Հանդիպման 45-րդ րոպեին Խարիտոն Այվազյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, նաև առաջին խաղակեսի վերջում Ուրարտուն առաջանցավ հաշվի մեջ։ Այս ոչ ոքի արդյունքից հետո Նոան 72 միավորով առաջին տեղում է, Ուրարտուն 59 միավոր եւ երրորդն է։ Ուրարտուն եւս հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։ Ահա Խարիտոն Այվազյանի խփած գոլը Ուրարտուի ֆուտբոլիստը շատ լավ կողմնորոշվեց եւ ընթացիկ մրցաշրջանում իր երկրորդ գոլը խփեց Օգնեն Չանչարովիչը փրկել իր թիմին չկարողացավ առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Գոնսալո Սիլվան գրավեց սեփական դարպասը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին Ուրարտուի ֆուտբոլիստները Սիլվան փորձում էր հեռացնել գնդակը բայց շատ ուժեղ հարվածով գրավեց Չանչարովիչի պաշտպանած դարպասը Իհարկե այստեղ մեղադրել չեն կարող Գոնսալո Սիլվային շատ արագ էր ընթանում գնդակը Գոնսալո Սիլվան պետք է փորձեր հպվել գնդակին փորձեր դուրս բերել գնդակը խաղադաշտից բայց հակառակը տեղի ունեցավ սակայն եթե Գոնսալո Սիլվան չմիջամտեր նշանակ Ուրարտուի խաղացողներից մեկը կգրավեր դարպասը երկրորդ խաղակեսում կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը Նոան Գուդմունդուր Թորարինսոնը 46-րդ րոպեին խփեց իր թիմի երրորդ գոլը ու այս հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ Այսքանը տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը։ Հաջողություն։